Ես կավելացնեի Տիկին Խամոյանը ուրիշ ուղղությամբ է գնում գնացքի են մյուս հատվածներ ոնց որ ընտրե, բայց ես ուզում եմ ինձ ավելի շատ ասեք պոտենցիալը, ինչ կարգի պոտենցիալ ունենք, սփյուռք ունենք, որ ամբողջ աշխարհում կարողանանք հայկական ապրանք վաճառենք։ Հիմա չգիտեմ ինչեր ենք խոսում ստեղ։ Սա առաջինը։ Իսկ ամենագլխավոր հարցը այդ համաձայնագրերը, որ կնքում եք։ Ինչ ունենք այսօր այդ նախկին կնքածներից Հայաստանի Հանրապետության շահը որտեղ է կարող եք ինձ մի քանի տողով բացատրել, որ նախկինում աշխատել ենք, էս է եղել։ Ոնց որ ծաղիկը եկել ենք 7% ենք ասել, մյուսը ինչ են կարել։ Ինդոնեզիայի հետ հիմա համաձայնագիրը համաձայնեցնում եք, որ կնքեք։ Ինչ պատկերացումներ ունեք, ինչ նախնական հաշվարկ կա, ինչ ենք վաճառելու, ինչ ենք ներմուծելու, որ ավելի մրցունակ լինենք, ինչ որ հումք ենք բերելու, որ երկրից ինչ ենք անելու։ Մյուսը գնողունակության հետ կապված էլ Տիկին Խամոյանին պետք է ասեք, որ եվրոպական շուկան ավելի գնողունակ է, եթե ուզում ես մի բան վաճառես, քան այլ շուկաները։ Դրա համար մեզ այդ գնողունակ շուկան է պետք։ Ինչ են եվրոպացիները պայքարում ամերիկյան շուկայի համար, որտեղ ամերիկան էլ է գնողունակ շուկա։ Շնորհակալություն։ Այս հատվածներն է մեզ պետք։ Ինչ ենք անելու։ Հետո մյուսն էլ չեք ասում դուք։ Հիմա այսօր հայտարարում են, ասում են նախկին սովետական միության երկրների համախառն ներքին արդյունքով ով որ տեղում է։ Կարդացել եք, նայել եք, հենց ռուսական ալիքներն են հրապարակում։ Առաջի 3 մերձբալտյան երկրները հանեք, Հայաստանը 3-րդ տեղում է։ Ռուսաստանից, Ղազախստանից հետո, Բելարուսից էլ առաջ։ Համախառն ներքին արդյունքով, շնչին ընկնող։ Սա բարձրաձայն խոսեք, որը չենք խոսում։ Այդ սա ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում է եղել։ Շնորհակալություն։ Մնացածը շարունակեք։ Շնորհակալ եմ, պարոն Սուքիասյան, դա փաստ է եւ դա պետք է նշել, որ մենք այս տարվա արդյունքներով արդեն իհարկե դեռ առողջի միջազգային հիմնադրամը չի հրապարակել վերջնական արդյունքները, բայց նախնական ունենալու ենք $8,500-ից ավել մեկ շնչի հաշվով, հա, եթե որը դուք արդեն նշեցիք բավականին բարձր ցուցանիշ է եւ ըստ էության վերջին 7 տարիների կտրվածքով ավելի քան կրկնապատկվել է։ Սա շատ կարևոր ցուցանիշ է։ Խոսեմ համաձայնագրերի մասին։ Մենք համաձայնագրերին իդեալոց շատ լուրջ ենք վերաբերվում, որովհետև այդ համաձայնագրերը կլինեմ անկեղծ, ինչքան հնարավորություն են բացում, այնքան եթե լուրջ չենք մոտենում, կարող են մարտահրավերներ ստեղծել, այսինքն եւ մեր գործընկեր երկրներն էլ այդպես վարվում եւ մենք անկեղծ ենք այդ բանակցություններում եւ ամեն երկիր ում հետ բանակցում ենք ինքը ասում է օրինակ SSS ապրանքները եկեք այնուամենայնիվ ենթադրենք մաքսը պահենք կամ չլինի 0 մենք ասում ենք SSS ապրանքների դեպքում օրինակ եկեք պահենք մաքսը 0 կամ որոշակի ավել որովհետեւ երկրները ամեն երկիր ունի որոշակի ապրանքներ եւ կամ որոշակի դիրքավորում եւ այդ դիրքավորումը կարող է կորցնել շատ արագ եթե այդպիսի խնդիրներ լինի, այսինքն այստեղ անկեղծ բանակցություններ ենք։ Ես ներողություն, մեր պոտենցիալը ինչքանով ենք կարողանալու ավելացնել։ Այդ սփյուռք ունենք, մի քանի միլիոն մարդ է դրսում ապրում։ Ոնց անենք դա համակարգի բերենք, որ այդ սփյուռքը առավոտ արտանա գնա հայկական ապրանք ձեռք բերի։ Ուրեմն ով հայկական ապրանք ձեռք չի բերելու, ինքը որ բառեր են օգտագործում, այդ բառն է պետք օգտագործել։ Մենք նկատում պետք է կազմակերպենք, Հայաստանը պետք է դարձնենք կենտրոն, առանցք։ Եթե հայ մարդը ասում է շատ եմ սիրում Հայաստանը, բայց ոչ մի բան Հայաստանի համար չի անում, չի, ինչ ենք ասում։ Ասում ենք հայկական ապրանքը, եթե մի ցենտ թանկ է, դու մի ձեռք բերի հայկական ապրանքը, գնա ուրիշը ձեռք բեր։ Բայց եթե հայկական ապրանքը թեկուզ նույն գնին է, ուղղակի ասա հայկական ապրանք եմ ուզում ձեռք բերեմ։ Տեսեք Հայաստանը ոնց կզարգանա, ժամը 1 կզարգանա։ Սրա մասին է խոսքը, ինչ համակարգ ենք ստեղծելու, որ հայկական ապրանքները գնան Սփյուռքում, որտեղ որ կենտրոնացած են հայերը։ Այնտեղ վաճառվի հայկական ապրանք։ Ու իրենք բոլորը Սփյուռքում ասեն, որ պետք է գնանք հայկական ապրանք առնենք։ Խոսքը սրա մասին է։ Ու դուք ինչ եք անում, որ այլ երկրներում էլ վաճառենք։ Շնորհակալություն։ Պարոն Սուքիասյան, իհարկե Սփյուռքը շատ կարևոր է, բայց Սփյուռքի միայն Սփյուռքի պոտենցիալով կամ միայն Սփյուռքի պոտենցիալի վրա հայկական ապրանքների արտահանման վրա կենտրոնանալը մեզ շատ հա
շատ հեռու մեզ չի տանի, որովհետև նույն Միացյալ Նահանգներում երկար ժամանակ այս կենտրոնացած էր Սփյուռքի հնարավորության վրա, ու այնտեղ Երրորդ տեղը դրեցին։ Ես ասում նոր շուկաներ, եղած պայմանագրեր, հետո Սփյուռքը։ Այդ Սփյուռքը քաղաքական է։ Համաձայն եմ։ Ու դա բերել էր այն խնդրի, որ Լոս Անջելեսում մի քանի 100 խանութ կա, այդ մի քանի 100 խանութից դուրս ցավոք սրտի շատ երկար ժամանակ չէին կարողանում դուրս գային։ Այստեղ պետք է իմ կարծիքով առհասարակ կենտրոնանալ ամերիկյան շուկայի վրա եւ գտնել մատակարարներ, որոնց հետ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի շուկան ներթափանցել։ Այդ կոնտեքստում մենք այդ կոնտեքստում մենք մասնակցում ենք տարբեր միջոցառումների, այդ թվում էքսպոների եւ որոշակի հաջողություններ ունենք։ Համաձայն եմ ձեզ հետ, որ մեծ հաջողություններ չեն եւ հիմնականում հաջողությունները այն ընկերությունների մոտ են, որ որոշակի քանակություն կարողանում են ապահովել, մասնավորապես գինիների դեպքում հենց այդպես էլ եղել է, այսինքն այն ընկերությունները, որոնք որոշակի քանակ եւ որակ իրար հետ կարողանում են ապահովել, իրենք են կարողացել պայմանագրեր ստորագրել, բայց պետք է շարունակենք այս ուղղությամբ աշխատանքը, այսինքն այստեղ չպետք է կանգնենք, անընդհատ պետք է բոլոր հնարավոր միջոցառումներին մասնակցենք եւ այդ առումով ունենք շատ մենք այսպես ասած հետադարձ կապ ենք հաստատում մեր միջոցառումների շահառուների հետ եւ օրինակ անցած տարվա համար ունենք շատ բարձր գոհունակություն 3 միջոցառումից, ուրեմն Միացյալ Արաբական Էմիրությունների Gulfood միջոցառումը կա, գրեթե 100% գոհունակություն, այսինքն մարդիկ պայմանագրեր են կնքել գրեթե բոլորը եւ արտահանումներ է սկսվել եւ գոհունակության շատ բարձր ցուցանիշ ունենք Ֆրանսիայում Սիալից եւ էլի բավականին մեծ հետաքրքրություն պայմանագրեր, կապեր եւ այլն եւ Prodexpo-ն Ռուսաստանում, այսինքն սրանք շատ բարձր արդյունավետություն են ունեցել եւ ակնհայտորեն այս մասով մենք շարունակելու ենք։ Կարում եք լուծել, որ բոլորը մի պիտակով հանդես գան։ Բոլորը մի պիտակով են հանդես գալիս, որպես Եթե մի պիտակով հանդես գանք, մենք շատ մրցունակ կայուն մի համակարգ կլինենք։ Եթե մի պիտակով չի, 50 կազմակերպություն տարբեր պիտակովագրում չի կարող ենք մրցունակ։ Կազմակերպությունները իրենց բրենդներով են ներկայանում։ Հասկացանք, բայց պիտակի գույնը, ձևը, արմինյան, բանի շոմնի ձևի պետքա դա նույնացվի։ Մենք մեծ տաղավար ենք վերցնում, շատ մեծ, որոնք որ Ներողություն եմ խնդրում։ Մենք խնդիր ունենք, երբ որ գնում են բանակցելու, բրենդը նկատի ունի։ չէ, որ գնում են բանակցելու, մարդիկ ասում են X քանակի կտակ, այդ X քանակը հնարավոր է Հայաստանում արտադրում է, բայց 20-30 կազմակերպության կողմից։ Եթե դու ուզենաս, որ իրանց մոտ դրվի այդ շիշը կամ այդ ապրանքը, պետք է գոնե 90% նման պիտակ լինի։ Այո, բրենդ ասածը բրենդ կդառնա ապագայում, եթե բոլորը միանան մի անվան տակ, որակն էլ վերահսկելի լինի։ Ամեն դեպքում մենք խրախուսում ենք նման մոտեցումները, բայց հասկանալի է, որ շատ հարցեր բիզնեսի որոշման տիրույթում է գտնվում։ Պապան, կարճ մի հատ հարցնեմ, էլի, հիմա որ վարդերը մեր ծաղիկները կներեք վաճառվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դրանք վաճառվում են, որովհետև մրցունակ են, թե որովհետև Սփյուռքն է օգնում վաճառը։ Դրանք բացարձակապես չեն գնում այնտեղ, որտեղ Սփյուռք ունենք, մեծ, դրանք ինքնաթիռներով գնում են, որովհետև պայմանագիր ունի կա որոշ կազմակերպություններ մատակարարների հետ եւ գնում են մեծ լոգիստիկ կենտրոններ, այդ լոգիստիկ կենտրոններից բաշխվում են ամբողջ Միացյալ Նահանգներ։ Նու ինքը գտնվում է Արևմտյան ափում, այսինքն նկատի ունեմ այդ բացարձակապես այդ կազմակերպությունները գնացել են իրենց մարքեթինգային լոգիստիկ կարողություններ զարգացնելով պարտներներ ֆանտաստիկ արդյունք է, շատ լավ։ Այս բանը, այս բարձաբան եմ էլի, որ մենք մի հատ հասկանանք ինչ ենք ուզել, ինչ կարող ենք անել մենք։ Հիմա հնարավոր է, որ արտադրողը կապ չունենա իր արտադրանքի իրացման հետ, ինստիտուտ ստեղծվի, որ ասի այս պիտակով արտադրեք, այս որակով, այսքան շաքարայնությունով, այսքան այս ինչով, ես կվաճառեմ։ Կարող է մենք պետք է աջակցենք տենց կառույցների պետությունը ինչ որ աջակցություն ցուցաբերի, որ այդ կառույցը գնա բոլոր գործարանները, պատվերները դնի, ինքն էլ իրացնի։ Ոնց որ ձեր ծաղիկը, մեր ծաղիկը, հիմա այդ կառույցը ձեռք է բերում, բաժանում է ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավային կամ, չգիտեմ, հյուսիսային հատվածում։ Շնորհակալություն։ Դուք
Շատ ճիշտ եք նշում, դասական լոգիստիկ կենտրոնների գաղափարի մասին եք խոսում, փաստացի այդպիսի լոգիստիկ կենտրոններ Հայաստանում այն ծավալով եւ այն ապրանքային քանակները, որոնք սպասարկեն չկան, բացառությամբ առանձին, այսպես ասած, դեպքերի փոքր, որոնք հիմնականում մրգի շուկայի դեպքում են գործում կամ բանջարեղենի, բայց մենք ունենք գործիքակազմ կառավարությունը, այդ նույն իմ նշած լիզինգի ծրագրով լոգիստիկ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, մեքենաներ, սառնարաններ, բոլոր տեխնիկական միջոցներ եւ այլն պետությունը մինչև 10%-ային կետը վարկի փոխհատուցում է, այսինքն եթե վարկը օրինակ 14% դրույքով է տրամադրված, 10-ը պետությունն է սուբսիդավորում, օրինակ 4%-ային կետը բիզնեսը, այսինքն մենք նաև այդ առումով, նաև այդ նպատակադրումով, որ Հայաստանում խոշոր լոգիստիկ կենտրոն չունենք, որտեղ հավաքվի այդ ապրանքները, խմբավորվի, միավորվի եւ մեկ միասնական բրենդով կամ հովանոցային եղանակով ենթաբրենդով արտահանվի, նաև այդ գործիքները առաջարկել ենք եւ նաև բոլոր հնարավոր ներդրողներին դրա մասին հուշում ենք, այդ գաղափարի մասին խոսում ենք։ Պարոն Սուքեսյան, դուք նաև նշեցիք տարբեր այլ երկրների մասին, ԵԱՏՄ-ի համաձայնագրերը։ Իհարկե հասկանալի է, որ աշխարհագրական հեռավորությունից կախված եւ տարբեր այլ ցուցանիշներով շուկայի մեծություն, ֆիզիկական եւ ոչ միայն տարբեր երկրներ Հայաստանի համար տարբեր նշանակություն ունեն, օրինակ Իրանը կամ Մոնղոլիան չեն կարող համատել հենց նույն շուկայի մեծությունից ելնելով կամ աշխարհագրական հեռավորություններից ելնելով, բայց այնուամենայնիվ բոլոր դեպքերում մենք շատ ուշադիր ենք թե բանակցությունների ժամանակ, որպեսզի փորձենք մաքսիմալ եւ այդպես է, բոլոր երկրներն էլ այդպես են վարվում, իրենց համար զգայուն ապրանքների մասով մաքսիմալ արդյունավետ լուծումների հասնել եւ այստեղ բնականաբար մեզ համար երկու առումով է կարևոր, մի դեպքում ինքը արտահանման շուկա է, մյուս դեպքում ինքը հնարավոր, այսպես ասած, էժան հումքի աղբյուր եւ շուկա է, չնայած ես նշեմ, որ կառավարությունը ունի մի ծրագիր, որը կոչվում է գերակա ոլորտներում ուրեմն աջակցության ծրագիր, ինչը ենթադրում դա, երբ որ կառավարությունը որոշակի ոլորտներ գերակա է համարել եւ այդ ոլորտներից օրինակ ամենակարևորը մշակող արդյունաբերությունն է եւ քանի որ մեր նպատակները հնարավորինս տնտեսապես բարդ ապրանքներ արտահանել, որովհետեւ մեր այդ բարդության ինդեքսը, complexity ինդեքսը բարձրացնենք, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նրա վրա, որովհետեւ Հայաստանում ապրանքների արժեշղթան երկարի։ Այդ պատճառով մենք հումքի ներմուծման, այո, հումքի ներմուծման վրա մաքսատուրքի ազատման արտոնություն ենք տալիս երբեմն, եթե կազմակերպությունը խոստանում է նոր աշխատատեղեր ստեղծել, եթե կազմակերպությունը խոստանում է արտադրական կարողությունները մեծացնել եւ նոր ներողություն եմ խնդրում, բայց ինձ մի բան է հետաքրքրում։ Մենք 25 թվականն ենք մարտ ամիսն է։ Դուք 24 թվականի ձեր եզրահանգումը, ձեր վերլուծությունները, ձեր տեսած առևտուրը, ձեր տեսած արտադրական հզորությունները, ձեր տված լիզինգը, ձեր պետության կառավարության աջակցությունը, որ սարքավորներ ներկրեն պետության կողմից աջակցվել է։ Ինչ պոտենցիալ ենք տեսնում 25-ի այսօր մենք մարտն ենք։ Մենք հունիսին ինչ աճ կունենանք, որ ոլորտներում ավելի մրցունակ կլինենք, եւ սեպտեմբերին որ ոլորտներում, 26 թվականի հունվարից որ ոլորտներում, սա պետք է ամեն օրվա աշխատանք լինի։ Այս վերջերս ես մի բան եմ նկատել, տեսել եմ դրսում, հետո սկսել եմ վերլուծել։ Գարիս է 7-անավականում տեսա Greek jewelry, բայց ես արդեն այնտեղ խոսել էի մարդկանց հետ, ասել էին մեր Հունաստանի լավագույն ոսկերիչները հայեր են, բայց բռնելա գրելա Greek jewelry, Greek jewelry չկար բանում Աթենքում, հարյուրավոր խանութներով տարբեր մարդիկ կատարում են, բայց որպեսզի տուրիզմի ու մարդկանց գիտակցության մեջ այդ տպավորություն լինի, Greek jewelry էր գրած։ Հիմա ուզում ասեմ, մենք հայերս ամբողջ աշխարհում ամենալավ ոսկերիչներն են, Արմենիան ոսկերչությունն ուրա, որ չունենք։ Նկատի ունեմ, մարդիկ արդեն մտածում են ոնց անեն ամեն մի փոքր բանից իրանց երկրին, իրանց ոլորտներին աջակցություն բերեն։ Հիմա ես ասում եմ, պարոն Պապոյան ջան, խնդրում եմ ինձ ասեք, 26 թվականից որ ոլորտներում ինչ նոր ոլորտներ կլինեն, ինչ նոր արտադրատեսակներ կլինեն, ինչ նոր սարքավորումներ կլինեն, որ մենք տեսնենք
Այն որ ասեցի երրորդ տեղում ենք համախառն ներքին արդյունքով Ռուսաստանից, Ղազախստանից հետո, կարող է դրանք հավասարվենք Ղազախստանին։ Ունենք այդ պոտենցիալը, որն է, որոնք են դրանք։ Սրա մասին է պետք խոսել, խնդրում եմ։ Այն որ երբ որ Սփյուռքն ասեցի, Սփյուռքի երրորդ տեղում էր, բայց դա քաղաքական բանով ասեցի, որ հասկանանք, որ մեր Սփյուռքն այդքան ասում ենք Սփյուռք, իրանք էլ պետք է մի բան անեն։ Շնորհակալ։ Ես ներողություն եմ խնդրում, հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ պարոն Պապյան ամփոփեք մեր երկու գործընկերներն էլ պետքա ելույթով հանդես գան, որից հետո դուք էլի հարց ունեք։ Եվ այդ էկոնոմիկայի մասը մյուս հարցի շրջանակում խնդրում ենք պարոն Պապյան հետ։ Այո, հիմա մենք ինչ ենք անելու, ուր ենք գնում, չէ՞։ Եթե չես քննարկում, ես պետք չի։ ուրիշ բան նկատի ունեմ, պարոն Ներողություն, մի վարքյան, պարոն Հակոբյան, մի վարքյան։ Միացրեք։ Պետք է հասկանանք։ Միացրեք խոսքը։ Մենք պետք է հասկանանք մեր այս ԵԱՏՄ-ում եղած ժամանակահատվածը մեզ ինչ տվեց, որակի լավացում տվեց, կոոպերացիաներ ստեղծվեց, նոր ինչ-որ հումքեր, նյութեր բերեցինք, նոր սարքավորներ եկավ, նոր արտադրանք տվեցինք։ Ինչ ենք անելու մենք, ուր ենք գնում, ինչ նպատակներ ունենք, հայկական հումքը օգտագործում ենք, չենք օգտագործում։ Հայաստան ներմուծվող ապրանքների փոխարինող եպեք մտածելու, որ եթե 10 ապրանք է, պայմանական եմ ասում, դրանցից գոնե 8-ը փոխարինենք հայկականով կամ 5-ը կամ 3-ը։ Կա այդ հիմա հակառակ դեպքում ինչ որ քննարկենք, այդ նշանակում է եկել ենք ուղղակի քննարկենք ինչ որ, չգիտեմ էլ ինչ։ Շնորհակալություն, ասեք խնդրեմ։ Շնորհակալություն։ Հիմա հերթով անդրադառնամ Բոնսկեսյան ամենալավ պատասխանը ձեր հարցերի ենթադրում եմ կարող է տալ այսօր նաև կօգտվեմ առիթից եւ կներկայացնեմ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը։ Ինչու՞, որովհետեւ այդ աջակցության ծրագրերը հենց այդ հարցերին պատասխանելու մասին են։ Եթե իրենք չեն պատասխանի այդ հարցերին, բնականաբար ուրեմն մենք ինչ որ լավարկումներ պետք է անենք։ Եթե պատասխանեն, հերթականությամբ գնանք։ Առաջինը սկսեմ տնտեսության արդիականացման միջոցառումից, դրա մասին ես նշեցի։ Ինչու ենք այդ ծրագիրը անում։ Այդ ծրագրի նպատակը հետևյալն է՝ մեր հին խորհրդային կամ 90-ականներին երկրորդային շուկաների ձեռք բերված մեքենասարքավորումները փոխարինել ժամանակակից եվրոպական, ամերիկյան, ճապոնական եւ այլ մեքենասարքավորումներ, մրցունակ սարքավորումներ, որոնք նույն ապրանքի արտադրության համար ծախսում են շատ ավելի քիչ հումք, շատ ավելի քիչ կորուստ են ունենում, շատ ավելի քիչ էլեկտրաէներգիա, ցայն ավելի քիչ, երևի թե միակ բանը, որը կարա նաև բացական մյուս էֆեկտներ ունենա, այո, աշխատուժել են ավելի քիչ օգտագործում, բայց դա էլ դրանից չեն կարող խուսափել, դա է։ Հաջորդ ծրագիրը։ Տեսեք, մենք ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց, մենք աջակցում ենք բոլոր ներդրողներին Հայաստանում կատարել ներդրումներ։ Մեծ ոլորտ կամ իհարկե որոշակի բացառություններ, բայց հիմնականում մենք ինչ ենք ասում ներդրողին, օրինակ 1 միլիարդ դրամի ներդրում անող ներդրում, փոքր, 1 միլիարդ փոքր ներդրում է մեծ հաշվով, հա։ Մենք իրան ասում ենք, քեզ անհրաժեշտ է կապիտալ ծախսերից ուրեմն 20% չափով, քո ներդրումների 20% չափով մենք քեզ քո համար կապիտալ ծախսեր ենք անում, օրինակ բաների ենթակառուցվածքների համար, ասենք էլեկտրաէներգիայի, գազ եւ այլն։ Սա 40-50 հատ գործարան իր ենթակառուցվածքներով կանգնած է, նույնը վերցնենք Աբովյանի Սիրուս 120,000 քառակուսի մետր, կանգնած է տանիքների վրա արդեն ծառա աճում, մալուխները 5 տիպի մալուխ կա, որտեղ ժամանակին ինքը համարվել է որպես փոստային հասցեով գործարան, ինչ-որ ձևով ռազմական բան ունեցել, ուղղվածություն ունեցել։ Այդ շենք շինությունները քանդուկ հարապեղած, փոխանակ ասեք հետա ենթակառուցվածքները, ասում եք մենք ստեղծենք։ Այդ ստեղծած ենթակառուցվածքը չի աշխատում։ Ինչ ենթակառուցված։ Դուք պետք է դրա համար այդ կլաստերները նրա համար է, որ ասես պարոն, դու ոչ թե այնտեղ արա այս գործը, արի ստեղ քեզ 3 անգամ քեզանից էժան կնստի, այն ինչ որ դու այսօր ես որոշել։ Դրա համար խնդրում եմ այդ
ամենավատ ծրագիրն ա եղել մեր պատմության մեջ, որը ես քննադատել եմ, ձեր նախորդ նախարարն ա բերել, ես էլ ասեմ սխալ ա։ Եկեք գնացեք տասնյակ գործարան ցույց տամ, որտեղ որ ենթակառուցվածքները կա, էլ դրա կարիքը չկա դու գումար ծախսես։ Հիմա այդ գումարը ծախսում ենք, որ ինչ անենք։ Շնորհակալություն։ Պարոն Սուքասյան, ամեն ինչ լավ է։ Կներեք պետգույքի Պետգույքի հետ հարց չի, դա անձնական ունեցվածք է եւ այդ մարդիկ այնպիսի գներով են առաջարկում, երբ որ գործարար գալիս է ասում է ես ուզում եմ նույն օրինակ ձեր նշած գործարանը, այնպիսի գնով են առաջարկում, որ մարդը ասում է ես ավելի լավ է կողքը օգտվեմ կառավարության առաջարկած ենթակառուցվածքների ներդրումների դիմաց ծրագրից գործարան կառուցեմ, կառավարությունն էլ իմ համար ենթակառուցվածք ապահովի, դա շատ ավելի էժան է նստելու, քան այդ գործարանը, որովհետև ցավոք սրտի հիմա լավ ավատա այդ է, մենք ունենք մի իրավիճակ, որ մարդիկ շատ էժան գներով կարող է սեփականաշնորհեն ինչ-որ բաներ եւ այսօր չեն աշխատացնում, հետնել բարձր գներ են սահմանել եւ այլ տնտեսվարողներ, որոնք տնտեսական ակտիվություն են ուզում ցուցաբերեն տվյալ տարածքում, իրենց տնտեսապես նպատակահարմար չէ, իսկ նախընտրում են նոր գործարան կառուցել, քան թե 5 գործարանը վերագործարկել։ Սա մեկ։ Երկրորդ գործիքա 1400 անգամ ավելի մեծ արդյունք ա տվել, որտեղ դա մի մեծ համակարգի մեջ 1-2 մասնաշենքեր, մի մասնաշենքը ձեռք բերվեց, 5 անգամ ավելի էժան, քան շուկայական գինն էր, որտեղ այդ մարդուն գումարեր պետք տաներ, բանկերը փակեր, այդ սեփականատիրոջը, 1400 անգամ ավել այդ կառույցը շրջանառություն ա տվել ու հարկեր ա տվել պետությանը։ Իմ ասածը դրա մասին է։ Հիմա սա կարանք որպես օրինակ ես հասցեն էլ ասեմ, նկարներն էլ ցույց տամ, գործնեության ոլորտն էլ ասեմ ու քանի աշխատատեղ ստեղծել դա։ Եթե ուզում եք ես կարամ մի ժամ հետո ասեմ ձեզ ուղարկել, որ դրանից հետո այդ ճանապարհով գնանք առաջ։ Այստենց չի լինի։ Պարոն Սուքասյան, բոլոր ճանապարհներն էլ պետք է լինեն։ Ինձ թվում է, որպեսզի նաև դրանով մրցակցային միջավայր ստեղծենք, որովհետև այս գործիքը ինքը ստիպում է այո, այդ սեփականատերերի նաև ըստ էության որոշակի մրցունակ եւ շուկայականին մոտ գներ առաջարկել եւ դա կարծում եմ իրանք կարեւոր են։ Մենք մեզ համար ինչ կարեւոր, այսպես ասած, ծրագրեր կան, որոնց վրա մենք ուշադրություն ենք դարձնում։ Առաջին հաջորդի կապիտալի շուկայի զարգացումն է մեզ համար կարեւոր եւ դրա համար թողարկման եւ արկանշավորման ծրագիր ենք իրականացրել եւ եթե նախկինում իրական տնտեսության մեջ տնտեսության իրական հատվածում գրեթե շատ քիչ ընկերություններ կային, որոնք որ երբևէ թողարկում էին արել կամ վարկանշավորում էին ձեռք բերել, ապա պետք է նշեմ միայն այս ծրագրով արդեն վերջին 6-7 ամսում վերջին 1 տարում համախառն իրար հետ 3 ընկերություն արդեն իսկ գնացել է թողարկման եւ շարունակելու եւ մի քանի ընկերությունների հետ հիմա ակտիվ բանակցում ենք։ Այս սա նույնպես կարեւոր է, որպեսզի ավանդական ֆինանսավորման գործիքներից դուրս գանք եւ այլ ֆինանսավորման գործիքներ գտնեն մեր կազմակերպությունները։ Տնտեսապես բարդ ապրանքների արտադրության պետական աջակցության ծրագիրը նույնպես կարևոր ծրագիր է եւ այն ընկերությունները, որոնք որ որոշակի մասնավորապես 1 միլիարդ դրամ առնվազն ներդրումներ են իրականացնում եւ այդ ներդրումների արդյունքում ստեղծվելու են նոր արտադրական հզորություններ, նոր գործարաններ, որոնց արդյունքում ուրեմն տնտեսապես բարդ ապրանքներ են արտահանվելու, ապա մենք այդ ընկերություններին տալիս ենք ուրեմն փոխհատուցումներ տարբեր փուլերով 30%, 10% եւ այսպես շարունակ եւ ուզում եմ նշել, որ այս ծրագրից հիմա օգտվող օրինակ մեկ գործարան կա, դեղագործական ընկերություն է, ով 6.5 միլիարդ դրամի ներդրում է անում եւ տեղերը արտադրելու եւ այդ տեղերը արտահանվելու են շուկաներ, այսինքն դա տնտեսապես բարդ ապրանքի մեկ օրինակ եւ մենք մեր քաղաքականությունը այդպեսին է, որպեսզի մենք տնտեսապես բարդ վերջնական արտադրանքներ ուրեմն թողարկենք։ Հաջորդը ես արդեն նշեցի, որ մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի մշակող արդյունաբերության զարգացումը, որում այստեղ մենք քաղաքականությունը եւ այսպես ասած հրող եւ քաշող քաղաքականություններ ենք
իրականացնում։ Ինչ նկատի ունեմ հրող եւ ինչ նկատի ունեմ քաշող ասելով։ Հրող ասելով նկատի ունեմ այն քաղաքականությունը, երբ որ մենք օգնում ենք, աջակցում ենք, որպեսզի տեղական որպեսզի մշակող արդյունաբերությունը զարգանա։ Օրինակ, երբ որ ասում ենք, որ հումքի համար մաքսատուրքից ազատում ենք, կամ ունենք մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների աջակցության ծրագիր, երբ որ եկամտային հարկն ենք իրենց փոխհատուցում որոշակի պայմանների ապահովման պարագայում, մենք օգնում ենք, որպեսզի արտադրությունը զարգանա, ինքնարժեքը իջնի, բայց միևնույն ժամանակ մենք նաև քաշող քաղաքականություն ենք իրականացնում եւ ինչ նկատի ունեմ, երբ որ մենք մրցունակ ենք դարձնում ապրանքը արդեն վերջնական սպառման վայրում։ Այդ պարագայում մենք ինչ ենք անում դրա համար, օրինակ նույն ուրեմն արտահանման խթանման նպատակով այդ օժանդակության ծրագիրը մաքսատուրքի փոխհատուցման մեզ հնարավորություն է տալիս այդ ավելի մրցունակ ապրանքներ ստանալ վերջնական շուկաներում եւ դրանով նաև արտադրությունը այստեղ խթանել։ Այսինքն եւ արտադրության վայրում եւ վաճառքի վայրում մենք աջակցության քաղաքականություն ենք իրականացնում կամ մարքեթինգային ծախսերի մասով։ Բայց ես ուղղակի մի բան ձեզ փոխանցեմ, եթե կարելի է, եթե հնարավոր է 1 ամիս հետո ինձ տակ 2026 թվականի հունվարին, որ ոլորտները ինչ կարգի աճ կունենան, մյուսը 20 տարի առաջ ես ասել եմ 20 տարի առաջ խնդրել եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունները, որոնք որ սեփական աշտոնական պետությունը պայմանագիր ակնկալում վերցնենք բյուջեային հեռախոսի կապի այդ կազմակերպությունները պղնձամոլիբդենականը, մյուսը այդտեղ 5 կամ 10% բաց թողեն, բաց բաժնետիրական սարքեն, որ հասարակությունն մաս կազմի, այդ արժեթղթերը ձեռք բերի, ոչ թե լինի, այլ միլիոնավոր մարդիկ իրանց երկրի կազմակերպությունների մեջ մաս կազմեն, որը ես կարծում եմ ֆինանսների նախարարը դրան կանդրադառնա, որ մի մաս տակ ասեք, որ բաց բաժնետիրական է, ժողովուրդ կարաք ձեռք բերեք ու դրա այդ կազմակերպության եկամուտներից դուք էլ օգտվեք, ամբողջ աշխարհը այդ ձևով է գնացել առաջ եւ ես կարծում եմ դուք որպես էկոնոմիկայի նախարար պետքա դա առաջարկեք եւ դուք որպես ֆինանսների նախարար կարծում եմ ամենալավագույն գործիքն է, այդ ինչ որ դուք ասում եք, սա է, որը որ մարդկանց որոնք որ եկամտով են աշխատում։ Եկամտով աշխատող կազմակերպություններ կան, որոնք որ մրցունակ են, լիցենզավորված բիզնեսը, օրինակ օդանավականին կարայք ասեք 10% բացեք, տվեք թող հասարակությունը մասնակցի։ Օրինակ, չէր համաձայնի, մի ուրիշը կհամաձայներ։ Տեղական հումքի փոխարինող տեղական հումքը ամենտեղ օգտագործելուց, որպեսզի այդ տրանսպորտային ծախսը ինքնարժեքը պակասի, ավելի մրցունակ կառույց լինի։ Ներմուծմանը փոխարինող, դա նույն շարունակությունն է, թե ինչ ձևերով, ինչ սխեմաներով։ Մյուս ամենակարևոր բանը, որը ձեզ պետք է ես խնդրեմ անձամբ, ունենաք 5, 10, 20, 30, 40, 50, 100 միլիոնանոց ծրագրեր, որ երբ որ ներդրողը գալիս է, ասեք, գիտեք ինչ, մենք ունենք 5 միլիոնանոց 10 տիպի ծրագիր, որ ուզում եք ընտրեք։ Ունենք 10 միլիոնանոց ծրագիր, 10 հատ, խնդրեմ, ընտրեք, 20, 50, 100, դե 100-ից վերև Հայաստանը մի քիչ բարդ է, 200 միլիոն։ Այսքանը շնորհակալություն պատասխանը։ Արձագանքեք, բայց Սկսեմ վերջից, պարոն Հովհաննիսյանը արդեն ոտքով ունենք այդպիսի ծրագրեր, հենց 5 էլ ունենք, 10 էլ ունենք, 20 էլ, 50 էլ, 100 էլ ու նաև կազմակերպություններն են պատրաստ, այսինքն ներդրումային ծրագրերում իրենք ով որ ներդրում է կատարում, ինքը պատրաստ է այլ գործընկերներ ներգրավելու եւ իրենք են մեզ խնդրել, որպեսզի այդ ծրագրերի մեջ եթե կլինեն ներդրողներ, իրենք պատրաստ են սիրով հանդիպել, այդ կա այդպիսի ծրագրեր եւ ներդրումների աջակցման կենտրոնն է տիրապետում այդ տվյալներին եւ նախարարությունը։ Դուք էլի հարցեր բարձրաձայնեցիք, որոնց որ ես անուղղակիորեն պատասխանեցի մեր քաղաքականությունների միջոցով, բայց տեսեք, ես մի քիչ ավելի կենտրոնանամ, քանի որ դուք ոսկերչության մասին էլ նշեցիք։ Հիմա ոսկերչության մասով մենք մի միջոցառում ենք այս տարվա ամռանը պլանավորում մասնակցել Լաս Վեգասում, որը վաճառք ցուցահանդես է, բայց նաև պլանավորում ենք դրա հետ մեկտեղ, տեսեք, Սփյուռքի հետ էլ եմ կապում, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ ունենք նախնական պայմանավորվածություն, քանի որ ինքը Նևադայում է, Լաս Վեգասում կազմակերպել մոտավորապես նաև Լոս Անջելեսի մեր ոսկերիչների հետ, այսպես ասած B2B աշխատանքային հանդիպում քննարկում, այսինքն համաձայն եմ եւ հիմա ֆինանսների նախարարությունը կարծես թե ունի նաև այդպիսի
օրենսդրական նախաձեռնություններ մենք ունենք, որը ավելացված արժեքի ենթադրելու է ավելացված արժեքի հարկով հարկման հավելյալ արժեքով հարկման համակարգի որոշակի կիրառություն եւ դա ըստ էության բերելու է նրան, որպեսզի կազմակերպություններ ձևավորեն եւ հետեւանք որպես բրենդներ ձևավորեն։ Ինչ վերաբերում է 26 թվականի տնտեսական կանխատեսումներին, նորից կարծես թե ֆինանսների նախարարության տիրույթում է իրենք են կանխատեսումները անում։ Շատ լավ։ Պարոն Հովհաննիսյանը կպարտասի։ Պարոն Պապայան, շատ շնորհակալություն ձեզ։